1989 թվականի ընթացքում Շարլ Ազնավուրը 2 այց ունեցավ Հայաստան, աջակցելու 1988 թվականի երկրաշարժից տուժածներին։ 2003-ին հրատարակված իր անցած օրեր ինքնակենսագրականում Ազնավուրը հիշում է, որ Սպիտակի ողբերգությունը ճակատագրական դրվագ էր նրա կյանքում։ Ավելի շատ զբաղված լինելով իմ աշխատանքով, ես երբեք ինձ առանձնապես կապված չէի զգացել այն ամենի հետ, ինչ կատարվում էր այնտեղ, մեր հիշողության ծայրամասում, երբ հանկարծ գիտակցեցի իմ արմատները։ Գիտակցեցի, որ իմ ազգի համար ամեն ինչ սկսվել էր դարեր առաջ այս հողի վրա, որը հենց նոր տակնու վրա էր եղել, դառնալով գերեզման բազմաթիվ հայերի համար, թշվառության ու սգի նոր անդունդ։ Ես անմիջապես հարցրի Լևոնին, թե ինչ կարելի է անել աղետյալներին օգնելու համար։ Մենք հիմնեցինք Ազնավուրը Հայաստանին ասոցիացիան, եւ ես գրեցի. «Քեզ համար նոր գարուն կգա»։ Հաջորդ օրը Ժորժ Կարվարենցը գրում է երգի երաժշտությունը։ Այնուհետև նրանք միասին դիմում են իրենց ընկերներին, ձայնագրելու մի սկավառակ, որը շաբաթներ շարունակ պիտի մնար հիթ շքերթի առաջին հորիզոնականում, թույլ տալով օգնություն հասցնել աղետի գոտի։ Փետրվար ամսին Շարլ Ազնավուրն անձամբ է հասցնում օգնությունն ու տեղում ծանոթանում իրավիճակին։ Նույն տարվա ընթացքում շարունակելով իր հումանիտար առաքելությունը, Ազնավուրը Երևան է ժամանում դեկտեմբերին, Սուրբ Ծննդյան օրերը նշելու հայրենակիցների հետ նրանց համար դժվարին շրջանում։ Ինքնաթիռն ամբողջությամբ բեռնված էր ամանորյա նվերներով, բժշկական սարքավորումներ, հագուստ, տեղորայք խաղալիքներ։ Նա անձամբ այցելում էր աղետից տուժած դպրոցներ, մանկապարտեզներ։ Ազնավուրը ամենայն ուշադրությամբ ծանոթանում էր իրականացվող աշխատանքներին, քննադատում իրականացման տեմպերը։ Il y a encore beaucoup à faire, bien sûr. Դեռ շատ բան կա անելու, բայց ընդհանուր առմամբ ես կվերադառնամ Եվրոպա հանգստության զգացումով։ Ես տեղում տեսա այլ հանրապետություններից մարդկանց, ովքեր աշխատում էին մեծ սրտով եւ մեծ պրոֆեսիոնալիզմով։ Եվ եթե որպես եզրափակում մեկ նախադասություն ունենայի ասելու, կասեի, որ հայերն իրենց պատմության ընթացքում ունեցել են շատ ողբերգություններ, բայց մենք ունենք գոյատևման ոգի, որը կարևոր է եւ շատ ուժեղ։ Ես նրանց խնդրեցի չհանձնվել, հույսն ու նախաձեռնողականությունը պետք է ամուր մնա։ Արևը նորից կփայլի վաղը եւ վաղ մյուսօր։ Վաղը ավելի քիչ կանթե վաղը մյուսօր, վաղը մյուսօր ավելի քիչ կանթե վերջի օրերը։